Դեկտեմբերի 2-ին դանակահարության հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում։ Տուժողը Գևորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ 17-ամյա Տիգրան Գևորգյանն է։ Սուր կտրող ծակող առարկայով հասցրած հարվածը վնասել է տղայի ձախ կրծքավանդակը։ Միջադեպը տեղի է ունեցել դպրոցի բակում։ Ոստիկանության բազումի բաժնի օպերատիվ խումբը եւ Լոռու մարզային քննչական վարչության քննիչները րոպեներ անց հասել են դպրոց։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, արագորեն կազմակերպել սրտի բարդ վիրահատություն։ Հիվանդը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, պուլս ճնշում չի որոշվել, գունատ խիստ։ Հիվանդը ընդունանից միանգամից բարձրացվել է վիրահատարան եւ անհապաղ սկսվել է վիրահատական միջամտությունը։ Կատարվել է վերքերի կարում, անունավորության դադարեցում, կրծքավանդակի եւ որովայնի խոռոչի դրենավորում։ Հիվանդը վիճակը ստաբիլացվել է հնարավորին չափով, ճնշումը կարգավորվել է։ Վիրահատության արդյունքում պարզվել է, որ կա սրտի ստոցանու եւ լյարդի վնասում։ Հիվանդի վիճակը ժամեր անց արդեն բավականին կայունացել է։ Կեսգիշերն անց 30 րոպեին վերակենդանացման մեքենայով Տիգրան Գևորգյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Այդ հիվանդը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, անկախ նրանից, որ ինքը տեղափոխվել է, ունենք մենք տեղեկություն, ակտիվ միջամտություններ այս պահին չի կատարվում, հիվանդը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, կատարվում է դեղորայքային կոնսերվատիվ բուժում։ Հիվանդը ի սկզբանե եղել է եւ մարզի ղեկավարության, առողջապահության վարչության պետ պարոն Լամբարյանի, առողջապահության նախարարության խիստ ուշադրության կենտրոնում եւ համատեղ ուժերով հիվանդը տեղափոխվել է քաղաք Երևան։ Արտակ Գեդոյանը տեղեկացրեց, որ իրենք պարբերաբար կապ են հաստատում մայրաքաղաքի իրենց գործընկերների հետ տղայի վիճակի մասին նորանոր տեղեկություններ իմանալու նպատակով։ Այս պահին նրա վիճակը թեպետ ծայրահեղ ծանր է, սակայն հուսադրող կայուն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ոստիկանության բազումի բաժնի վարույթում եւ մարզի քննչական վարչության քննիչների հսկողության տակ։ Հրայր Հակոբյան, Կամո Ծատուրյան, Լոռու հեռուստաընկերություն։